Մայիսի 30-ից Ռուսաստանը ժամանակավորապես կսահմանափակի Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի ներմուծումը խախտումների թվի աճի պատճառով, հայտնել է Ռոստել Խոսնաձորը։ Ռուսական կողմը նշել է, որ սահմանափակումները ուժի մեջ կմնան մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան արձանագրություն կմշակվի։ Կառույցը պնդել է, որ Հայաստանի իրավասու մարմինը չի ձեռնարկել համապատասխան միջոցներ նախկինում հայտնաբերված խախտումների ուղղությամբ։ Նշվել է, որ Ռոստել Խոսնաձորը հայկական ձեռնարկություններում ստուգում է անցկացրել, ինչի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ձեռքբերված խաղաղությունը հաստատվել է Ադրբեջանի պայմաններով։ Նա նշել է, որ և 2020 թվականը և 2023 թվականն իրենց փառահեղ հաղթանակն են, և իրենք հավերժ կհպարտանան դրանով։ Ալիևի պնդմամբ այսօր Ադրբեջանի յուրաքանչյուր թիզ հող իրենց վերահսկողության տակ է։ Ադրբեջանի ղեկավարը նշել է նաև, թե երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնվել են։ Несмотря на известные разногласия, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երևանը մերժել է հավատարմագրել մի քանի ռուս դիտորդի հունիսի 7-ի ընտրություններում։ Նրա խոսքով հայ գործընկերները ոչ պաշտոնապես տեղեկացրել են առաքելության մեջ Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ներգրավման անցանկալիության մասին։ Նրանց թվում են Պետդումայի 3 падգամավոր և Կարաչայ-Չերքեզիայի Հանրապետության ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը։ Խոսնակը նշել է, որ այս որոշումը խորը ափսոսանք է առաջացնում և իրեն շփոթության մեջ է թողնում։ Նա շեշտել է, որ Մոսկվան պատրաստ չէ ընդունել այս տրամաբանությունը և ստիպված կլինի հաշվի առնել դա Երևանի հետ իր ապագա աշխատանքում։ Հանրապետության հրապարակում մինչ հիմնական շքերթին անցնելը, 1 րոպե լռությամբ հրետանային համազարկով հարգել են նահատակների հիշատակը։ Զորահանդեսին մասնակցում են վերջին տարիներին ձեռք բերված հակաօդային պաշտպանության միջոցներ և տեղական ու ներկրված անօդաչու թռչող սարքեր, հրետանային և հրթիռային տեխնիկա, նորագույն հրետանային համակարգեր, որոնք համալրել են հայկական բանակի զինանոցը, զրահատեխնիկա և ավտոմոբիլային միջոցներ, հատուկ նշանակության զրահապատ մեքենաներ և տրանսպորտային նոր միջոցներ։ Զորահանդեսի ժամանակ մասնավորապես ներկայացվել են զինված ուժերի ժամանակակից հետախուզահարվածային գայլ ռոբոտները, ֆրանսիական Բաստիոն զրահապատ մեքենան, հայկական արտադրության հրազդան ականանետը, Տոր M2 ԿՄ զենիթահրթիռային համալիրը, Սարդ համալիրը։ Զորահանդեսին ներկայացվել է նաև ծանր հրետանային TOS 1A համակարգը։ Ռազմական ավիացիան Երևանի երկինքը ներկել է Հայաստանի դրոշի գույներով։ Նվագախմբի և Պատվո պահակախմբի կատարումները ամփոփել են տոնական միջոցառումը։ Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կայացած զինվորական շքերթի ժամանակ ռազմական տեխնիկայի ցուցադրությունից հետո երկնքում հայտնվել են ռուսական արտադրության Mi-17V5 ուղղաթիռներն ու Su-30 SM բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Հայաստանի Հանրապետության Զորահանդեսին շուրջ 7 երկրների ռազմական տեխնիկա է ներկայացված։ Շքերթի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շուրջ 35-ամյա հակամարտությունից հետո Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված։ Խաղաղությունն այն է, ինչ Հայաստանի առաջին հանրապետությանը չհերիքեց անկախությունը պահպանելու և զարգացնելու համար, և խաղաղության բացակայությունը դարձավ այն առանցքային պատճառը, որով Հարավային Կովկասի 3 երկրները 1918 թվականին իրար հետ անկախություն հռչակելով 1920 թվականին իրար հետևից կորցրեցին այդ անկախությունը։ Հայաստանի առաջին հանրապետության ճակատագրի մասին պատմական հիշողությունները կարևոր դեր են ունեցել խաղաղության հաստատման գործընթացներում, և այսօր մենք հաղթահարում ենք առաջին հանրապետության ժամանակներից մնացած պետության ժամանակավորության բարդույթը և որդեգնում ենք պետության հարատևության օրակարգ։
Փաշինյանը կրկին պնդել է, միայն 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը եւ Հայաստանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, սպառազինությունների միջազգային շուկան բացվեց մեր երկրի համար։ Հայաստանի վարչապետը հավելել է, որ զորահանդես հաշվետվության կարևոր առանցքներից մեկը հենց մեր հայրենիքում արտադրված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց ըստ Փաշինյանի վստահ քայլերն է անում։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ այցելել է Սարդարապատի հուշահամալիր։ Վեհափարն աղոթք է հնչեցրել հիշատակ մայիսյան հերոսամարտերի նահատակների։ Օրվա արդիվ վեհափարը շնորհավորական ուղերձ է հղել հայ ազգին, նշելով, որ ներկա բարդ ժամանակներում արտաքին ու ներքին մարտահրավերներին հանդիման պիտի միաբանվել եւ միասնաբար հզորացնել պետությունը։ Վեհափարը կարևորել է մայիսյան հերոսամարտերի դերը առաջին հանրապետության անկախության գործում։ Մեջբերում կենաց մահու պայքարում մեր ժողովրդի քաջարի զավակները, այդ թվում մեր Սուրբ եկեղեցու հոգևորականները հաղթանակ տարան եւ սերունդների համար ապահովեցին հարազատ հողում անկախ ու ազատ ապրելու արդար իրավունքը։ Նույն անվեհեր ոգով ազգից նվիրյալ զավակները նոր ժամանակներում ազնվիրաբար պաշտպանեցին երկիր հայրենին։ Շատերն իրենց անգին կյանքը զոհեցին մեր պետականության անսասանության եւ անվտանգ ու արժանապատիվ ապագայի համար։ Այսօր մենք ազգովի գլուխ ենք խոնարհում մեր հերոսների առջև եւ անմար պահում նրանց լուսավոր հիշատակը մեր սրտերում։ Մեջբերման ավարտը։ Շուրջ երիսյան քո, եկեսյա կայություն քո, եղիցին կամ քո, որպես երգինս և երգրի, ըսած մեր հանապազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ սպարտիս մեր, որպես և մեկ թողունք մերոց սպարտապանած, և մի տաներս մեզ իպորդություն, այլ պրգյազ մեզ իչար է, զիքոյի արկայություն և զորություն և պարկ հավիտյանս, ամեն։ Մեր պատմական փորձը վկայում է, որ հայ ժողովուրդը կարողացել է հաղթահարել ամենածանր փորձությունները, երբ առաջնորդվել է միասնականության, փոխադարձ հարգանքի եւ ազգային համախմբման սկզբունքներով։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել առաջին հանրապետության օրվա առթիվ։ Ուղերձում նշվում է. մեջբերում 1918 թվականի մայիսի 28-ին հայ ժողովուրդը հաղթահարելով պատերազմի եւ ցեղասպանության ծանր հետևանքները վերականգնեց իր անկախ պետականությունը։ Նախագահի խոսքով առաջին հանրապետությունը դարձավ ազգային կամքի, ինքնության պահպանման եւ անկախ ապրելու ձգտման խորհրդանիշ։ Նախագահը ընդգծել է, որ այսօր եւս Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ են համերաշխություն, պատասխանատվություն եւ պետական մտածողություն։ Տոնը շնորհավոր, հանրապետություն, ասված է ուղերձում։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին թիրախային հարված հասցնելու մասին։ Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ հարձակման նպատակը եղել է Իմամ Հուսեյնի դիվիզիայի հրթիռային ուժերի ղեկավարի ոչնչացումը։ Նրա հնարավոր զոհվելու մասին տեղեկությունն այս պահին դեռ պաշտոնապես չի հաստատվել։ Սա տեղի է ունեցել կողմերի միջև հաստատված հրադադարի ֆոնին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային, որպես պատասխան իրանական Բենդեր Աբբաս քաղաքի վրա կատարված հարձակման։ Քուվեյթի բանակը հաստատել է, որ իր հոբ համակարգերը հաջողությամբ որսացել են հրթիռներն ու անօդաչու սարքերը։ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Իրանի ռազմական եւ արդյունաբերական ներուժը լրջորեն տուժել է, ինչի պատճառով Թեհրանն ինքն է բանակցություններ խնդրել։ Նա շեշտել է, որ Վաշինգտոնը պատրաստ է անգամ ռազմական ճանապարհով թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ստանա։ Սպիտակ տունը կտրուկ հերքել է իրանական պետական լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե կողմերի միջև համաձայնագրի նախագիծ է պատրաստվում, այն անվանելով բացարձակ կեղծիք։ Անդրադառնալով Հորմուզի նեղուցի նկատմամբ հնարավոր վերահսկողությանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շեշտել է, որ այն բաց է լինելու բոլորի համար եւ ոչ մի երկիր չի վերահսկելու։ Թրամփը նաեւ սպառնացել է Օմանին, նշելով, որ եթե նրանք բոլորի պես չպահեն իրենց, ԱՄՆ-ն ստիպված կլինի հարվածել նրանց։ Դրանից առաջ Իրանը հայտնել էր, որ Օմանի հետ համատեղ մեխանիզմ է մշակում նեղուցով առևտրային նավերի անվտանգ եւ անվճար անցումն ապահովելու համար։ Ուկրաինայի հարցով բանակցությունների մեկնարկի դեպքում Եվրամիությունը Ռուսաստանից պահանջելու է զինված ուժերի սահմանափակում։
հայտարարել է Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը։ Ըստ նրա, եթե ռազմական սահմանափակումներ են կիրառվել Ուկրաինայի նկատմամբ, նույնպիսի զիջումներ պետք է արվեն նաև ռուսական կողմից։ Բացի այդ, միությունը պահանջելու է ռուսական զորքերի դուրսբերում Մոլդովայից եւ Վրաստանից։ Այս ֆոնին Եվրամիությունն առայժմ նպատակահարմար չի համարում հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների համար հատուկ ներկայացուցիչ նշանակել, թե Կալասը թե միության անդամ առաջատար երկրները գտնում են, որ նախև առաջ պետք է ներքին համաձայնության գալ, թե կոնկրետ ինչ են քննարկելու Մոսկվայի հետ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Եվրամիությունից բանակցությունների վերաբերյալ որևէ իրական առաջարկ կամ նախաձեռնություն Ռուսաստանը դեռ չի ստացել, թեև Եվրոպայում փնտրում են հնարավոր բանագնացների։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է Ղազախստան։ Այցը տեղի կունենա մինչև մայիսի 29-ը, համընկնելով Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի հետ։ Մայիսի 28-ին կկայանան պաշտոնական միջոցառումներ։ Օրվա երկրորդ կեսին կկայանա ԵԱՏՄ ֆորում պետությունների ղեկավարների մասնակցությամբ։ Արդեն մայիսի 29-ին կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Քենիայի քաղաքներից մեկում հրդեհ է բռնկվել աղջիկների դպրոցի հանրակացարանում։ Դեպքի հետևանքով առնվազն 16 աշակերտուհի է զոհվել, 79-ը վիրավորվել։ Քենիայում նմանատիպ դեպքեր տեղի ունեցել նաև 2024 թվականին, որի հետևանքով 21 մարդ էր զոհվել։